Ունեցեք, ինչ ասեմ, լավ ամոթ չասեմ, ժողովրդի աղջիկը այստեղ նստածել է, անդադ խոսում էր, թողեց գնաց, ես հատուկ հարցրել եմ, ամեն օր ժողովուրդը հոդվածագրում, վերջում գրում, մենք հարցում ենք արել ֆուտբոլի ֆեդերացիային, հատուկ ես հարցրել եմ Հայկին, պարզվեց ժողովուրդը մի քանի ամիս մեզ հարցում չի ուղարկել, լավ ինչքան կարելի է սուտ ասել, ինչքան կարելի է սուտ խոսել, մենք փաստերով կարող ենք ցանկացած ասել, Արթուր Սողոմոնյանից եք խոսում, ես մի անգամ ասել եմ եւ կպնդեմ, որ ինքը պաթոլոգիկ ստախոս է, որովհետև պաթոլոգիկ ստախոսները համարվում են երևակայական պատմություններ հնարող մարդիկ եւ հոգեբուժների մոտ դա համարվում է հոգեկան հիվանդ։ Այդ մարդու 90% չի, 99% ասածների սուտ է։ Օրինակներ եք ուզում բերեմ, ասեմ։ Կներեք, ասում եմ փոքր խաղադաշտերը բետոնի վրա են կառուցել եւ ինքը օրինակ է բերում։ 30 դաշտ է սարքվել, ես չեմ ասում մեկ դաշտ, 130 դաշտից, եթե մի հատը նույն րոպեին ես հրաժարական կտամ, ես չեմ ասում 130, ինչպես ինքն է պնդում, 130-ից մեկը, եթե դուք կտեսնեք, որ բետոնի վրա է կառուցված, նույն րոպեին ես կտամ հրաժարական, ես կարող եմ հակառակ ասեմ, ես կարող եմ ցույց շինարարության մատյանները, որոնք մեր կողմից չեն եղել, այլ մարմինների կողմից են գրել, որոնք ֆիքսում են, թե որը ինչ ֆրակցիա է ավազալացվել, որ ինչ տրամբովկա է եղել, ջերմաշճանը ինչքան է եղել, շինարարությունը երբ ավարտվել, այդ ավարտվելուց հետո ավարտական ակտերը ով է ստորագրել, հետո UEFA-ն եւ FIFA-ն ինչ քննություններ են անցկացրել եւ ինչ մրցանակներ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ու այդ կամից հետո մարդը, որ ուրիշ երկրի ագենտ է, որը Հայաստանում մի կոպեկի բան չի դրել, իր գործարանները սարքում է, չգիտեմ, Ուզբեկստաններում գալիս ու փնովում է, իսկ դուք կրկնում եք, ասում եք այդ մարդը դες բան ասում։ Շատ կներեք, ես չեմ կարող ամեն երկրի շպիոնի դեմ դեմարդեմ կանգնեմ, խնդիրը ձեր Պարոն Նիկողոսյան, մի րոպե կներեք, ես շատ կներեք, էլի Սողոմոնյանի վերաբերյալ, որ ասում եք դեմարդեմ, այդ մարդու հետ դեմարդեմ, այդ մարդը խուսափում է դեմարդեմ խոսելուց։ Ուրեմն Դուք հանդիպեք, նորից եմ կրկնում, ես կհանդիպեմ այն մարդկանց հետ, ովքեր ֆուտբոլ են սիրում, եւ այդ ֆուտբոլի համար անում են ցանկացած մարդու հետ։ Կներեք, ես երկխոսության մի արեք, դուք երկրպագուներից եք խոսում, ուրեմն երկրպագուների հետ ես շատ արագ հանդիպում եմ, անկախ իրենց գործունեությունից ես իրենց արածը հարգում եմ, ասել եմ մի անգամ, նորից կրկնում եմ, մարդիկ, ովքեր մեր հրաժարականը պահանջում են, իրավունք ունեն, եթե դրանք երկրպագուներ են, ուրիշ բան այդ միջոցները նորից եմ կրկնում, ես դեմ չեմ, եւ պետք չի մնացածը պաղկվեն, թակուն մտնեն երկրպագուների հետևը եւ տեղից խոսեն, դեմք ունեք, ձեր դեմքով խոսեք, ես դիմում եմ մարդկանց, ովքեր ինձ լսում են, լավ գիտեմ ում եմ դիմում, իրենք էլ լավ գիտեն, ես ում եմ դիմում, բավարա հերիքա, դեմքով խոսեք, որպեսզի մարդիկ իմանան, տեսնեն ով է Թալանչի, ես Մելիք Բեկյան Ազարյանը, թե դուք, Մելիք Բեկյանի տղան օրը մեկ մեքենայով է գալի, 10 տարեկան տղան, այս ինչ եք խոսում, իսկ ձեր Թալանացի մասին ով պիտի խոսա, Նիկողոսյանը 3 հարգանի տներ է սարքում, գնացեք տեսեք, ես ապրում եմ այս քաղաքում, իմ տղան էլ ապրում, հերնումերս էլ են ապրել այս քաղաքում, նույն տանն եմ ապրում, որտեղ ապրել եմ միշտ, հարևանու ընկերուն եմ այս քաղաքում, գնացեք իրանց հարցրեք, ես ոնց եմ ապրում, այս Թալանչիներն ու գողերն են եկել մեզ գողու Թալանչի ասում, դուք եք Թալանչիներն ու գողերը, ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր գիտեն ում են դիմում, եւ այս ասուրիշը ես իմ մասով այս կամով կսահմանափակեմ, մնացած հարցերը առանձին կարող եք տալ։ Ուրեմն իհարկե շրջայցը շատ հեշտ է կազմակերպել, շատ հեշտ, դա վերջինը ասեմ, իսկ բոլոր մարդիկ, ով որ մարզական լրագրության զբաղվում, սովորաբար այդ դաշտերում խաղեր են դիտում, շրջայցներ են անում, այդ դաշտերը ամեն օր տեսնում են, կարող եք բայց ձեզ դժվար չի բացարձակ գնալ Աբովյանի դաշտը տեսնել, Արմավիրի դաշտը տեսնելի, ինչ